Ապրիլի 18-ը հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ապրիլի 18-ը նշում է որպես հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր 1983 թվականից։ Ամեն տարի տարբեր միջոցառումների միջոցով բարձրացվում են հասարակության տեղեկատվացության մակարդակը համաշխարհային ժառանգության, բազմազանության, դրա պաշտպանության ու պահպանության վերաբերյալ։ Մեր տաղավարում է Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պաշտպանության վարչության պետ Հարություն Վանյանը։ Պարզենք Հարությունի հետ, թե ինչ է պատրաստվում այս տարի արվել և ինչ նորություններ ունենք։ Բարև ձեզ, բարի լույս։ Բարև ձեզ, բարի լույս։ Դե առաջ ընկնելով պիտի շնորհավորել, որովհետև չգիտեմ, կհանդիպենք ապրիլի 18-ին թե ոչ, բայց սա կարևոր առիթ է, իսկ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, սա միանշանակ կարող են գլուխ գովել, բայց սա գիտենք միայն մենք։ Ինչ գիտեն մեր մասին դրսում, պարոն Վանյան, եւ ինչ նոր առաջարկներ ունենք եւ մեզ եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ին։ Շատ լավ, շնորհակալություն հրավերի եւ շնորհավորանքի համար, միանում եմ եւ շնորհավորում եմ բոլորիս, որովհետեւ պատմության եւ մշակույթի հուշարձանները մեր բոլորի ընդհանուր ժառանգությունն են եւ բոլորս պիտի հավասարապես հոգ տանենք եւ պահպանենք։ Սա շատ կարեւոր արձանագրում է, որը ուզում եմ նաեւ լավ առիթ է օգտագործելով բոլորին մեկ անգամ եւս հիշեցնենք սրա մասին։ Նոր հուշարձանների վերաբերյալ կարող եմ ասել, որ ըստ մեր ներքին ընթացակարգերի յուրաքանչյուր տարի մեր ուսումնասիրությունների հասարակական կազմակերպությունների ոլորտի գիտական կազմակերպությունների կողմից նոր հայտնաբերվող կամ նոր արժևորվող պատմության եւ մշակույթի օբյեկտները քննարկվում են նախարարության փորձագիտական հանձնաժողովում եւ ստանում նորահայտ հուշարձանի կարգավիճակ։ Դրանք պահպանվում են այս կարգավիճակում մինչեւ կառավարության համապատասխան որոշումներով պետական ցուցակներում ընդգրկվելը։ 2024 թվականին կարող եմ նշել, որ 50 նորահայտ հուշարձան է ավելացել մեր մոտ 25000 հուշարձաններին, իսկ միջազգային հարթակներում Հայաստանի ճանաչելիության բարձրացման առումով հուշարձանների ոլորտում դա իհարկե առաջին հերթին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակն է։ Նախորդ տարի մեզ հաջողվեց 29 տարվա դադարից հետո գրանցել Տիրին-Կատարի վիշապաքարերը եւ մշակութային լանդշաֆտը հայտը նախնական ցուցակում եւ շարունակաբար առանց դադարի աշխատում ենք, որ առաջիկա 2-3 տարիների ընթացքում արդեն հիմնական ցուցակում հայտը գրանցվի եւ նաեւ նախորդ տարի զուգահեռաբար նախարարության պատվերով եւ մեր գիտական կազմակերպությունների ու գիտնականների կողմից պատրաստվել են եւս 3 հայտեր, որոնք հույս ունենք այս տարի արդեն ընդհանուր ֆորումի ժամանակ կքննարկվեն եւ եւս կավելանան նախնական ցանկերին։ Իսկ մենք հիմա կարող ենք բարձրաձայնել, թե դեռ պետք չի դա։ Երկուսը կարող ենք բարձրաձայնել, առայժմ մեկը Գառնու տաճարը եւ Քարերի սիմֆոնիան համատեղ հայտն է, Գառնի կիրճով տաճարը իր հուշարձանային համալիրով եւ բնության հուշարձանի հատվածը։ Դա դեռ ներառված չէր ՅՈՒՆԵՍԿՕ։ Ոչ։ Այ քեզ բան, իսկ մենք Գեղարդներ ներառված, Գեղարդը գիտենք, մեզ թվաց, որ Գառնին էլ ներառված է։ Ոչ, բայց այս տարի արդեն հուսով ենք, որ կլինի։ Հազար ներողություն, պարոն Վանյան, այսինքն մենք ներկայացնում ենք short list, չէ, նախնական տարբերակ, եթե ընդունվում է, արդեն ընկնում է հաստատման, թե ինչ որ ուրիշ ընթացակարգը ՅՈՒՆԵՍԿՕ-ի այսպես է, որևէ նոմինացիա հիմնական ցանկ տանելուց առաջ պարտադիր է դա գրանցել նախնական ցանկում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում, այսինքն սա առաջին քայլն է։ Առաջին քայլը կատարելուց հետո նոր իրավունք է ստանում երկիրը աշխատել այդ հայտը հիմնական ցանկ տանելու համար։ Դրա համար մենք դեռ կատարում ենք առաջին քայլը, բայց զուգահեռաբար աշխատում ենք արդեն նախնական ցանկում մեր 5 գրանցումներից, օրինակ Տաթևի վանքի եւ հարակից տարածքը հիմնական ցուցակ տեղափոխելու, վիշապաքարերի հայտը, որը նախորդ տարի ընդունել ենք, եւ մյուս հայտի վերնագիրը նույնպես նշեմ Երևանի ուրարտական ժառանգությունը, նույնպես մեր կողմից արդեն ներկայացվել է Վիշապաքարեր ոչ միայն մեր հայաստանյան տարածքում կան, բնականաբար հայկական լեռնաշխարհում է, ինչպես միջև եթերը դուք նշեցիք, ինչպես ենք, այսպես ասած, հեղինական իրավունք պաշտպանելու վիշապաքարերի առումով։ Եթե այսպես անցանք եւ մեզ ասացին, այո, վիշապաքարը ձերն է, կնշանակի բոլոր տեղերից, որտեղ որ վիշապաքարեր կգտնենք, սա հայկական ծագում պիտի համարել։ Ինչպես է արվելու այս process-ը։ Մի քիչ դժվար է այստեղ ծագման մասին խոսել, ավելի շատ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատում է տվյալ տարածքում, տվյալ պահին գտնվող ժառանգության պատշաճ պահպանությունը եւ դրա
կարևորությունը որպես համաշխարհային ժառանգություն, այսինքն ոչ թե ՅՈՒՆԵՍԿՕ-ն ֆիքսում է դրա ծագումը հանձնելով դա որևէ պետության, այլ հաստատում է դրա համաշխարհային կարևորությունը եւ հաստատում է, որ տվյալ պետությունը պատշաճ գործիքակազմ եւ պահպանության մեխանիզմներ ունի համաշխարհային կարևորության հուշարձանը պահպանելու համար։ Այս առումով նաև գոյություն ունեն համատեղ հայտեր, երբ հնարավորություն է լինում հետագայում այդ հայտերին միանալ նաև մյուս երկրների կողմից, չնայած մեր դեպքում դեռևս նման հայտ չունենք, բայց ՅՈՒՆԵՍԿՕ-ն կենտրոնանում է կարևորության վրա եւ դրա պատշաճ պահպանության։ Պարոն Վանյան, մենք հիշում ենք, որ դեռ Արցախում գտնվող մեր հուշարձանները, տեսարժան վայրերի մասին բավականին մեծ խոսակցություններ էր գնում, նրանց պահպանման հետ կապված ՅՈՒՆԵՍԿՕ-ին դիմելու, ինչ իրավիճակի մեջ է հիմա մեր հարստությունը, որը որ այլևս մերը չէ։ Շատ լավ, ցավոք, մեր գործիքակազմը ներպետական հնարավորություն չի տալիս, այսինքն այս հարցը ավելի շատ մեր գործընկերների արտաքին գործերի նախարարության տիրույթում է։ Մեր կողմից մենք ուսումնասիրում ենք բոլոր դեպքերը արձանագրվում են, համապատասխան ուսումնասիրություններով փոխանցվում են գործընկերներին, որպեսզի միջազգային կազմակերպությունների հետ հնարավոր բոլոր գործիքակազմերը օգտագործելով այս խնդիրները բարձրացվեն։ Հուսանք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն եւս մեր կողմից կլինի այս պարագայում եւ իհարկե մի ամբողջ ժառանգություն կա, այն էլ հազարամյակների, որոնք որ իսկապես պահպանելը կարեւոր է։ Պահպանությունից եկեք խոսենք, պարոն Վանյան։ Նախ մենք մերը պիտի պահպանենք, մենք մերը պիտի ճանաչենք նոր, այսպես գնանք եւ դռները ծեծենք, ՅՈՒՆԵՍԿՕ-ը ասենք արի պաշտպանի, որովհետեւ մենք չկարողացանք մերը պաշտպանել։ Ինչ կրթական կոմպոնենտ ունենք, ինչպես ենք երեխաներին, պատանիներին, երիտասարդներին, ինչու՞ չէ նաեւ մեծերին ասում, պարտադրում, որ այո, սա պիտի հոգ տանել, պահպանել, որտեղ սա ընդհանրապես մի սերնդի համար չի։ Շատ ճիշտ եք, ճանաչելու կետի վրա ես կուզեի ուշադրությունը, ավելի մեծ ուշադրություն դարձնենք, որովհետև դա առաջին քայլն է եւ պահպանությունը, արժեվորումը, հետագա սերունդներին փոխանցելը սկսում է ճանաչելուց։ Եթե չենք ճանաչում մենք մեզ, մեր պատմությունը, մեր ժառանգությունը, հետեւաբար անտարբեր ենք։ Եթե չենք ճանաչում, որևէ դիրքորոշում չունենք։ Եվ դրա համար շատ կարևոր է նաև ապրիլի 18-ը օգտագործելով մեր կողմից եւ մեր ենթակայության հուշարձանների պահպանությամբ զբաղվող կազմակերպությունների մոտ 50 միջոցառումներ են կազմակերպված, ավելի շեշտը դնելով երիտասարդների, աշակերտների վրա, հատկապես մարզային դպրոցներում համագործակցաբար քայլարշավներ, ուսուցողական այսպես հուշարձանների ներկայացումներ, էքսկուրսիաներ, որոնց ընթացքում նաև ներկայացում է պահպանությունը, վարվելակարգը, նաև նախարարության կողմից պարբերաբար մշակվում են կրթական տարբեր թիրախային խմբերի համար խոլովակներ, ապրիլի 18-ին ընդառաջ կունենանք վանդալիզմի դեպքերը կանխարգելող այդ թեմայով խոլովակ, որը առաջիկայում կտարածվի։ Ունենք գիտաժողով ապրիլի 18-ին Վայոց ձորում, որը կներկայացնի Օրբելյանների մեր հայտնի տոհմի դերը մեր պատմության մեջ, դրան նվիրված մեծ գիտաժողով է լինելու։ Նախորդ տարի, ինչպես գիտեք, պետական ծրագրով Չեսար Օրբելյանի պալատը պեղվեց եւ գիտական վերականգնման նախագիծ ունենք արդեն, այս տարի նախատեսում ենք վերականգնման աշխատանքները սկսել, բացի գիտաժողովը, հետո նաեւ ժամանակավոր ցուցադրություն կլինի պեղված առարկաների, արխիվային լուսանկարների եւ վերականգնման նախագծին կարող են ցանկացողները ծանոթանալ։ Պաստորեն, այդ կրթական եւ ուսուցողական կոմպոնենտը միշտ կա եւ ամսի 18-ին էլ ավելի է թեժանալու։ 18-ին ուղղակի դա շեշտվում է, տարվա ընթացքում ունենք նաեւ համայնքների հետ աշխատանք շարունակաբար կատարվող, որը նույնպես խիստ կարևորում ենք, որպեսզի հենց համայնքները տեղում ճանաչեն իրենց ունեցած ժառանգությունը, հուշարձանները եւ տեղում եթե հոգ չտանեն, բնականաբար հնարավոր չէ ամեն հուշարձանին մեկ պահակ նշանակել, տեղի բնակչությունը պիտի նաեւ սրտացավ լինի, բայց դրա համար նաեւ մենք աշխատանք ունենք անելու, որպեսզի նրանց իրազեկենք, օգնենք, որպեսզի ճանաչեն եւ իմանան թե ինչպես պահպանել։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն իհարկե ՅՈՒՆԵՍԿՕ, բայց շատերը իմանում են որևէ երկրի, որևէ կարևոր վայրի կամ հուշարձանի մասին սովորական տուրիստներից։
Ինչ միջգերատեսչական կապեր ունեք туриզմի նախարարության հետ, ինչ նոր հետաքրքիր վայրեր եք առաջարկել կամ չգիտեմ, ինչ կապեր կան այդտեղ, որքանով է туриստին հետաքրքիր մեր տարածաշրջանը, հատկապես Հայաստանը իհարկե։ Բնականաբար այս երկու ոլորտները խիստ կապակցված են, մշտական կապ եւ քննարկումներ կան մեր եւ զբոսաշրջության կոմիտեի մեջ, որպեսզի այն հուշարձանները, որ մեր կողմից վերականգնվում են պետական կամ մասնավոր ծրագրերով բարերարների կողմից, դրանք հնարավորինս ավելի շատ ընդգրկված լինեն զբոսաշրջային երթուղիներում։ Նաև այս տեսանկյունից խիստ կարևոր է ենթակառուցվածքների կազմակերպումը, մոտեցող ճանապարհներ, հասարակ սանհանգույցներ, որոնց մասին նույնպես պետք է խոսել, ենթակառուցվածքները խիստ կարևոր են դրական զբոսաշրջային հոսքեր ապահովելու համար։ Այս տեսանկյունից նույնպես նրանց հետ համագործակցություն կա, մեր կողմից 2 տարի առաջ սկսեցինք արդեն մշակել զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի նախագիծ, որը արդեն առաջինը կառուցված է Լոռիբերդի տարածքում, մի քանիսը շուտով կմեկնարկեն, Զորաց քարերում, Բժնի ամրոցում եւ այս տիպային նախագծերով այժմ զբոսաշրջության կոմիտեի հետ քննարկում ենք, որպեսզի իրենց նաեւ ծրագրերով Հայաստանի տարբեր զբոսաշրջային ակտիվ վայրերում սրանցից տեղադրվեն այդ հոսքերը։ Կարծես թե ամենաակտիվները դա Գառնին ու Գեղարդն էր, որ բոլոր տուրիստները գիտեին մինչ այսօր, բայց կան ինչ-որ նոր տարածքներ, որոնք որ կարծես թե վերջին տարիների համար նաեւ զբոսաշրջիկների համար են բացահայտումներ։ Կարող եմ ասել, որ այցելությունների թվով բավականին աճ կա Ամբերդում, Ամբերդ ամրոցում, որի վերականգնման աշխատանքները նույնպես նախորդ տարի սկսել ենք եւ կշարունակենք Բժնի ամրոցում, Երևույթի տաճարում եւ այսպես շարունակ եւ նաեւ նախարարության կողմից նման հուշարձանները ստանում են հնավայր թանգարանի կարգավիճակ, որպեսզի ել ավելի պահպանության մեխանիզմները ճիշտ իրականացվեն եւ նաեւ ճիշտ կառավարվեն զբոսաշրջային հոսքերը։ Մենք մի պաուզում ենք ընդմիջվել գովազդով, որպեսզի զրույցը կիսատ չմնա, պարոն Վանյան, վերադառնանք, մեկ-երկու հարց եւս ունենք եւ փորձենք ամփոփել զրույցը։ Հեռու չգնաք, մնացեք մեզ հետ։ Բարեկամներ, զրուցում ենք պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանի հետ։ Ապրիլի 18-ը հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրն է։ Պարոն Վանյան, դուք նշեցիք 50 նորահայտ հուշարձաններ կամ տեսարժան վայրեր, որոնք ըստ ամենայնի Երևանից դուրս են, չէ՞։ Մի մասը Երևանից դուրս են, բայց կան նաև Երևանում։ Դե խնդրում եմ ասել, ինչ են գտել Երևանում, որ թաղերում են, կամ ինչ են հայտնաբերել, եւ նաև մի քիչ էլ խոսենք ապակենտրոնացումից, որտեղ туриզմից խոսեցինք, նաև բոլորը գալիս են Երևան, ինչ ունենք նաև Երևանից դուրս։ Շատ լավ, ուրեմն Երևանում ոչ թե նոր գտել են, այլ նոր արժևորել են։ Դրանք հիմնականում ճարտարապետական կառույցների շենքերի մասին են, որոնք դեռևս ընդգրկված չեն եղել ցուցակներում։ Օրինակ, բոլորից հայտնի Նայրի կինոթատրոնի շենքը, որը հուշարձանների պետական ցուցակում չկար, բայց նախորդ տարի արդեն նորահայտ հուշարձանների ցուցակ մտավ։ Բաղրամյան փողոցի վրա եւս մի քանի պատմական շենքեր, որոնք ընդգրկված չէին, բայց բնականաբար մեծամասնությունը Երևանից դուրս է։ Օրինակ կարող եմ նշել դրանց գերակշիռ մասը արդեն մարզերում հնագիտական բնույթի հուշարձաններ են, որոնք պեղումների արդյունքում են հայտնաբերվում մեր հնագիտական արշավների ժամանակ։ Օրինակ Ռինդում ժայռափոր եկեղեցի, ֆանտաստիկ միջնադարյան, որը պետական ցուցակում նույնպես ընդգրկված չէր, հավանաբար խնդիրը դժվար հասանելի վայրում գտնվելու հանգամանքներ, բայց որը նույնպես ընդգրկվեց։ Այսինքն սրանք տարաբնույթ կարող են լինել որմնանկարներ, խճանկարներ, մոնումենտալ արվեստի գործեր եւ այլն։ Որոնք որ դեռ ներառված չեն։ Երբ որ ներառվում է, ինչ է տեղի ունենում, ինչ չպիտի անել դրա հետ կամ ինչ են անելու։ Ներառվելու դեպքում սկսում է գործել Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության եւ օգտագործման մասին ՀՀ օրենքը, ըստ որի հուշարձանների քանդումը արգելվում է, իսկ ցանկացած ներգործություն, փոփոխություն կամ վերականգնման գործընթաց պիտի համաձայնեցվի նախարարության մասնագիտական խորհրդի հետ, որպեսզի
եզրակացություն տրվի, դա ընդունելի է մասնագիտական տեսանկյունից թե ոչ։ Այսինքն ինչ որ բան փոփոխելու համար պարտադիր արդեն ձեր դեպարտամենտը պետք է, ձեր նախարարությունը պետք է որոշումը կայացնի։ Նաև շատ է քննարկվել, պարոն Վանյան, Հրազդանի կիրճում նորակառույցի այդ փորելու հատվածը, որտեղ էլի մշակութային ժառանգություն կար, խնդրում եմ ասել, դա ինչ է, վերջ հիմա քանդում են, չեն քանդում, դա ինչ եղավ, ոնց ստացվեց։ Եթե նույն այդ մանկական երկաթուղի տարածք ճանապարհի աչքի վրա այդտեղ ուրեմն գրանցված պատմամշակութային հուշարձան չկար, մեր ցուցակներում որևէ բան չկար եւ նաեւ մեր կողմից հետագայում այդ խնդիրը բարձրացվելուց հետո էլ ստուգվեց, հնագիտական շերտի մասին խոսք չկար, տվյալ կիրճում քարայրներ կան, որոնք ֆիքսված են, արձանագրված են եւ նաեւ պեղումներ իրականացվեցին, բայց կոնկրետ այս հարցը մեր նախարարության լիազորություններից դուրս էր, ավելի շատ երևի կիրճի համատեքստում էր բողոքը։ Իսկ հնարավոր է այս բողոքից կամ այս ալիքից հետո եւս, չգիտեմ, այս ցուցակների մեջ ներառեք Եթե որևէ բան հայտնաբերվի կամ հայտնաբերվեր, այսինքն որևէ հնագիտական շերտ լիներ, ըստ ընթացակարգի բնականաբար դա պիտի դադարեցվեր, ինչպես որ եղավ վերջերս օրինակ Ֆիրդուսի թաղամասի շինարարության ժամանակ Աղյուս Աշեն պատ հայտնաբերվեց, անմիջապես մեր կողմից աշխատանքները դադարեցվեցին, հնագետները ուսումնասիրեցին, պարզվեց, որ հնագիտական կարևոր նշանակություն ունի, չուներ այս դեպքում, այո, եւ որից հետո թույլտվություն տրվեց աշխատանքները շարունակելու այն դեպքում, որ կունենա, արդեն այլ ընթացակարգեր են գործում, դրանք գնում են պետական։ Այսինքն մայրաքաղաքում այս աստիճան թափով կառուցապատման հետ զուգահեռ նաեւ նախարարությունը ձեր գերատեսչությունը հսկողության վստահաբար դրանք նախ մինչև շինարարության փուլը արդեն մենք իմանում ենք գրանցված հուշարձանների հետ ինչ առնչություն ունեն, ընդհանուր մինչև տեղում ուսումնասիրություններ, կացեք հողի նպատակային նշանակության փոփոխությունների դեպքում եւ ըստ օրենքի, եթե աշխատանքների ժամանակ որևէ բան հայտնաբերվում է, պարտավոր է կառուցապատողը դադարեցնել եւ մեզ տեղեկացնել, որպեսզի այդ ուսումնասիրությունները արվեն եւ հայտնի դեպքերում դրանք իրականացվեն։ Շատ շնորհակալություն, պարոն Վանյան, ես կուզենայի եւս մեկ անգամ հիշեցնել ամենակարևորը, որ սեփական երկիրը նախ պիտի ճանաչել եւ ճանաչել սեփական փորձով, գնալ, տեսնել, իսկ երբ որ գնացիր տեսար, որևէ անգամ այդտեղ չաղտոտել, չվնասել եւ չգրել, որ դու այդտեղ եղել ես, մանավանդ հազարամյա քարերի վրա։ Իհարկե, դա մարդու սրտի ծարուն է կատում։ Հիշեցնենք, մեր տաղավարում էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը։